Դու գիտեք, եթե ձմեռ է, եթե մտածում եք, լոլիկ չօգտագործեք, որովհետև հաճախ մարդիկ վախենում են լոլիկ օգտագործելու, մտածելով ջերմոցային է եւ նաեւ գնային քաղաքականությունը այդքան էլ հարմար չի իրենց, ապա անպայման կարող եք օգտագործել հենց փակված լոլիկ։ Այն իհարկե պահպանում է իր բոլոր հատկանիշները, միակ բանջարեղենն է նաև, որ լիկապինի քանակությունը հակառակ շատանում է, որովհետև նրա մեջից դուրս է գալիս ջրային մասսան, իսկ լիկապինը մեջը չափից ավելի շատ է։ Ավելացնում եք մի փոքր կանաչի, մի փոքր սիրելիներս, դդմի յուղ եւ պատկերացնում եք մի փոքր էլ սող ու հացի հետ նույնիսկ կամ եթե որևիցե մի ճաշատեսակ եք ունենում հաճույքով հրաշալի աղցան, այն առողջարար է, տեսեք, եթե սող պատկերացնում եք, կանաչիները պատկերացնում եք, բայց լիկապինը այն համարվում է հենց հակաուռուցքային, այս լոլիկը անհրաժեշտ է չափից ավելի տղամարդկանց եւ նաեւ կանանց համար, որովհետեւ տղամարդկանց մոտ չի թույլ տալիս պրոստատիտ ադենոմը առաջանա, իսկ կանանց մոտ թույլ չի տալիս կրծքագեղձերում ուռուցքային հիվանդություններ ավելանա։ Օգտագործեք տարին 12 ամիս, եթե իհարկե ամառը, ապա թարմ, իսկ եթե ձմեռը, ապա լիկապին եւ հրաշալի բաղադրություն աղցանների տեսքով, սիրելիներս։ Իհարկե յուղը նույնպես օմեգայի քանակությունը այն կարգավորում եւ դիմադրողականությունը եւ նաեւ խթանում է ձեր աղիների աշխատանքը, օգտագործեք յուղ, այն յուղը, որ ձեր քիմքին հարազատ է եւ դուր է գալիս։ Օրինակ դդմի յուղը ես շատ եմ հավանում եւ հաճախակի օգտագործում եմ իմ սննդակարգում եւ նաեւ ինչու՞ չէ լինում է պահ գոնե տարին մեկ անգամ ամիսը 30 օր ամեն առավոտյան խմում եմ, բայց այն պետք է լինի, տեսեք սիրելիներս, իր նստվածքով, տեսեք նստվածքը, ես խառնում եմ ու նստվածքը լուծվում է, այս նստվածքով, որովհետև նստվածքի մեջ նույնպես պարունակում է շատ օգտակար է, եւ ինչու համար եմ ես ասում թարմ, որովհետև թարմ յուղը շատ ավելի առողջարար է եւ օգտակար, ուզում եք իմանալ, որտեղից ճարենք թարմ յուղ դդմի, ապա պետք է զանգահարեք 098 326 406 մեր Աննային, ինչպես ես եմ գալիս, ինչպես ես եմ օգտվում իր հյուրասիրությունից, այնպես էլ դուք եկեք, նստեք կողքը, սուրճը խմեք, հիացեք այս այգով եւ յուղը վերցրեք ու գնացեք։ Սիրում եմ ձեզ, իմ ժողովուրդ, օգտագործեք բնականը, որովհետև երբ դուք ձեր աչքով տեսնում եք այդ յուղը, ինչպես է քամվում սառը ճզմվածքով, դրանից հետո դուք երբեք այլ ձեթ, այլ յուղ չեք օգտագործի։ Սիրում եմ ձեզ։